Անին հոգնած էր, տուն էր վերադառնում աշխատանքից։ Նա աշխատում էր մսի բաժնում մեծ խանութում։ Աշխատանքը ծանր էր, ամբողջ հերթափոխի ընթացքում ստիպված էր կանգնել ոտքերի վրա, կտրել և դասավորել տոննաներով միս, անընդհատ լցնելով վիտրինաները։ Հերթափոխի ավարտին գնեց մթերքներ, հաց, կաթ։ Մտածելով, թե ինչ եփել ընթրիքի համար, գնեց հավ։ Նա նստեց սեղանի մոտ, ամբողջ մարմինը ցավում էր հոգնածությունից, չէր ուզում շարժվել։ Նրա հայացքը ընկավ աղբամանի վրա։ Աղբ, մտածեց նա, պետք է դուրս հանել, որքան չեմ ուզում գնալ։ Այդուհանդերձ Անին հոգնած վեր կացավ աթոռից, վերցրեց աղբամանը և դուրս եկավ դռնից։ Մոտենալով աղբարքրերին նա նկատեց մի մարդու, կեղտոտ, անխնամ և տհաճ հոտով։ Նա նստած էր աղբարքրերի մոտ, գլուխը ցած իջեցրած։ Ուֆ, զայրացավ նա ինքն իրեն։ Մեզ մոտ էլ անօթևաններ հայտնվեցին, հիվանդություններ տարածեն։ Անիի բնակվող քաղաքը փոքր էր, մոտ 40,000 բնակչությամբ, և անօթևաններ փողոցներում չկային։ Ուստի անօթևանի հայտնվել աղբարքրերի մոտ զարմացրեց Անիին և միաժամանակ զայրացրեց։ Զայրացած հայացք նետելով անօթևանին, Անին թափեց աղբաման աղբարքրի մեջ և շրջվելով գնաց տուն։ Հայկոն 30 տարեկան էր, երբ մահացավ նրա սիրելի կինը, Մարիամը։ Նրանք միասին ապրել էին ընդամենը 4 տարի։ Մարիամը մահացավ ծանր հիվանդությունից, որն անսպասելի հայտնվեց և արագ սպանեց նրան, չթողնելով ոչ մի հույս ապաքինման։ Նրա մահը այնքան ցնցեց Հայկոին, որ նա պարզապես կոտրվեց։ Բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ, ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Երևանի առաջատար համալսարանում։ Նա իր կյանքում ամեն ինչի հասել էր ինքնուրույն։ Հայկոն հարուստ ընտանիքից չէր, մայրը և հայրը պարզ աշխատավորներ։ Հայկոին դեռ եղբայր և քույր ուներ։ Հայկոն միջնեկն էր։ Ավագ եղբայրը դպրոցն ավարտելուց հետո սկսեց աշխատել հոր հետ, իսկ Հայկոին միշտ գրավում էին մաթեմատիկան և ֆիզիկան։ Ուստի դպրոցից հետո ընդունվեց համալսարան, ֆիզմաթ ֆակուլտետ։ Փողը սարսափելի քիչ էր, ծնողները քիչ բանով կարող էին օգնել, բայց Հայկոն հույսը դնում էր միայն իր վրա։ Նա վաստակում էր իր ապրուստը գրելով կուրսայիններ և վերանորոգելով կենցաղային տեխնիկա, իսկ գիշերները սովորում էր։ Նա երբեք չէր հոգնում սովորելուց։ Լավ էր սովորում, նկատվեց դասախոսների կողմից և համալսարանն ավարտելուց հետո հրավիրեցին աշխատելու ամբիոնում։ Հայկոն համաձայնվեց, զուգահեռ դասախոսությանը զբաղվում էր գյուտերով։ Մի անգամ գյուտեց ինչ-որ բան, որի անունը ինձ որպես պատմողի անհայտ է, կարող եմ միայն ասել, որ արտոնագրեց իր գյուտը։ Հայկոն դարձավ ֆինանսապես անկախ։ Հիմա նա կարող էր մի քիչ հանգստանալ։ Գնելով բնակարան նա արեց լավ վերանորոգում, դրեց թանկ կահույք։ Նա շատ էր ջանում ստեղծել բոլոր պայմանները ընտանիք կազմելու համար։ Նա շատ էր ուզում կին և երեխաներ ունենալ։ Մարիամին հանդիպեց աշխատավայրում։ Նա եկել էր աշխատելու աստղագիտության դասախոս Երևանի համալսարանում։ Հարաբերությունները սկսվեցին անմիջապես, սա փոխադարձ կիրք էր առաջին հայացքից։ Եվ արդեն մի քանի ամիս անց նրանք միասին էին ապրում։ Եվս 2 ամիս անց պաշտոնապես ամուսնացան։ Հիմա նա ուներ կին և շուտով, ինչպես հույս ուներ, երեխաներ կունենան։ Բայց ինչ-որ կերպ չէր ստացվում։ Մարիամը 2 անգամ կորցրեց երեխային վաղ հղիության ժամանակ և որոշեցին դադարեցնել։ Հետո հանկարծակի սարսափելի ախտորոշում և Մարիամի մահ։ Կնոջ հեռանալու հետ Հայկոից հեռացավ կյանքի ցանկությունը։ Նա այլևս իմաստ չէր տեսնում նոջ աշխատանքում, նոջ սիրելի գյուտարարությունում։ Աշխատավայրում երկար տոլերանտ էին, չէ որ նա շատ լավ մասնագետ էր։ Բայց երբ Հայկոն սկսեց բացակայել դասերից շաբաթներով, ղեկավարությունը ստիպված եղավ ազատել նրան։ Իսկ նրան դա չէր հետաքրքրում։ Նա ամբողջովին հանձնվել էր և գլորվում էր ավելի ու ավելի ցածր, դեպի անդունդ։ Ոչ ոք չկարողացավ փրկել նրան, նույնիսկ ծնողները, որոնք բոլոր ուժերով փորձում էին օգնել։ Բայց մտքերը Մարիամի և կոտրված երազանքների մասին սպանում էին Հայկոյի կյանքի ցանկությունը։ Եվ մի օր նա պարզապես անհետացավ։ Ծնողները անհանգստացած, որ Հայկոն չէր պատասխանում զանգերին, եկան նրա մոտ և գտան դատարկ բնակարան։ Ամբողջ տան տեսքը խոսում էր այն մասին, որ տերը հանձնվել է, եւ ոչ թե խառնաշփոթի մասին, որ տիրում էր նախկինում խնամված բնակարանում, այլ հուսահատության մթնոլորտի, որ տիրում էր նախկին ընտանիքան բույնում։ Երրորդ օրը ծնողները դիմում գրեցին ոստիկանություն Հայկոյի անհետացման մասին։ Հերթափոխը ավարտվեց, Անին եւ Սիրանուշը գործընկերուհին գնացին սրճարան աշխատանքային օրից հետո։ Օրը ծանր էր եղել, եւ աղջիկները շատ հոգնած էին։ Քեզ բախտ է վիճակվել, Անի, ասաց Սիրանուշը։ Տուն գնալուց հետո քնել, երեխաներ չունես, ամուսին չունես, ինքդ քեզ տեր։ Իսկ ես հիմա պետք է եփեմ, գերակրեմ, Դավիթի հետ դասեր անեմ։ Որքան եմ նախանձում քեզ։ Անին լսում էր Սիրանուշին եւ ժուգտում։ Ոչ ոքի չէր ուզում խոստովանել, որ պարզապես երազում է ինչ-որ մեկի մասին հոգտանելու մասին։ Ընտանիք 30 տարեկանում Անին չէր կազմել եւ շատ էր տառապում դրանից։ Նա ամեն կերպ թաքցնում էր իր մտքերը, ուստի Սիրանուշի խոսքերին պատասխանեց. Ճիշտ է, ոչ հոգս, ոչ խնդիր, միայն տուն հասնել եւ քնել։ Սրճարանից հետո ընկերուհիները դուրս գալով սրճարանի տարածքից գնացին յուրաքանչյուրը իր կողմը։
Երբ Անին մոտենում էր տուն, նա տեսավ, որ իր մուտքի մոտ նստարանին նստած է նույն Անօթևանը, որին տեսել էր գրեթե 2 շաբաթ առաջ աղբարքերի մոտ։ Նա նստած էր նույնպես գլուխը ցած իջեցրած։ Հարբում եւ նստում են, հիվանդություններ տարածում, զայրացած մտածեց Անին։ Բայց երբ անցնում էր կողքով, լսեց թույլ հառաչանք եւ հանկարծ Անօթևանը սկսեց թեքվել կողքը։ Անին շփոթվեց եւ չգիտեր ինչ անել։ Պարզապես անցնել կողքով չէր կարող, հանկարծ ոչ թե հարբած է, այլ վատ է։ Նա զգուշորեն մոտեցավ նրան։ «Էй», կանչեց նա, «վատ եք»։ Անօթևանը բացեց աչքերը եւ նայեց Անիին, բայց ոչինչ չկարողացավ ասել, միայն գլխով արեց։ Նրա դեմքից Անին հասկացավ, որ ցավում է։ Անին ուզում էր կանչել շտապ օգնություն, բայց հեռախոսը լիցքաթափված էր։ Մի քիչ կանգնելով կողքին, նա նորից դիմեց նրան։ «Կարող եք վեր կենալ, եկեք օգնեմ ձեզ»։ Անօթևանը ջանք գործադրելով վեր կացավ եւ հենվելով Անիի ձեռքերին ոտքի կանգնեց նստարանից։ Դանդաղորեն նրանք բարձրացան 3-րդ հարկ եւ մտան Անիի բնակարան։ Բազմոցի վրա փռելով ծածկոց Անին պառկեցրեց Անօթևանին, վերցրեց լիցքավորիչը եւ միացրեց հեռախոսը։ Մի քանի րոպե անց, երբ հեռախոսը մի քիչ լիցքավորվեց, նա կանչեց շտապ օգնություն։ Եկած բժիշկները ախտորոշեցին Անօթևանի մոտ թոքաբորբ, բայց տանել հրաժարվեցին, հղում անելով փաստաթղթերի բացակայությանը։ Դեղեր նշանակելով եւ խորհուրդ տալով Անիին, թե ինչպես ճիշտ դուրս բերել թոքաբորբից, բժիշկները գնացին, թողնելով Անիին մենակ անսպասելի հիվանդի հետ։ «Հա», մտածեց Անին, «ես իհարկե երազում էի ինչ-որ մեկի մասին հոգ տանել, բայց ոչ մինչև այդ աստիճան։ Եվ հիմա ինչ անեմ նրա հետ»։ Անօթևանը անշարժ պառկած էր, կեղտոտ էր, շատ նիհար եւ մորուքավոր, եւ անհասկանալի էր, թե քանի տարեկան է։ Մի քիչ կանգնելով եւ մտածելով, Անին գնաց խոհանոց տաքացնելու նախորդ օրը եփած ապուրը։ Լցնելով ափսե ապուր, նա մոտեցավ բազմոցի վրա պառկած տղամարդուն։ Նա նայում էր նրան եւ ոչինչ չէր ասում։ Անին մոտեցրեց սեղանը եւ նստեց դրա վրա։ «Դե, հարգելի, կերեք, համտեսեք»։ Գդալով վերցնելով ապուրը, Անին մոտեցրեց տղամարդու դեմքին, բայց նա հեռացրեց նրա ձեռքը։ Ջանք գործադրելով նա նստեց բազմոցի վրա եւ վերցրեց ափսեն ու գդալը Անիի ձեռքերից, հետո դանդաղ սկսեց ուտել։ Երևում էր, որ կերակուրը հաճույք է պատճառում նրան։ Ապուրը ուտելուց հետո նա խոսեց Անիի հետ։ «Ներողություն եմ խնդրում, ես մի քիչ հանգստանամ եւ կգնամ, չեմ ուզում անհանգստացնել ձեզ»։ Տղամարդու ձայնը հաճելի եւ երիտասարդ էր։ «Դե պարկեք արդեն, ես ձեզ չեմ քշում», պատասխանեց Անին։ Հետո մտածելով ավելացրեց. «Գուցե ուզում եք լվացվել, անմիջապես ավելի լավ կզգաք»։ Տղամարդը ամաչեց, նայելով իրեն եւ պատասխանեց. «Այո, լվացվել է պետք է»։ «Ես կտամ սրբիչ եւ մաքուր հագուստ», ասաց վեր կենալով Անին։ Նա մոտեցավ զգեստապահարանին եւ հանեց մաքուր սպիտակեղեն եւ հագուստ։ Դրանք մնացել էին եղբորից, որը երբեմն գալիս էր նրա մոտ եւ թողնում հագուստը, որպեսզի պայուսակ չկրի, ինչպես ասում էր։ Նույն պայուսակում էր նրա սափրվելու պարագաները։ Որոշելով, որ վաղը եղբոր համար նոր կգնի, նա հանեց պայուսակը սափրիչով, սրբիչը, հագուստը եւ սափրիչը տարավ ցնցուղ։ Մոտենալով տղամարդուն ուզում էր օգնել վեր կենալ, բայց նա նորից հեռացրեց նրա ձեռքը եւ դանդաղ ինքը վեր կացավ։ Մինչ տղամարդը լվացվում էր, Անին փոխեց բազմոցի սավանները։ Նրա մի մասը ասում էր, որ չի կարելի թողնել նրան։ Անհայտ է, թե ով է, որտեղից, հանկարծ կուղ կամ ավելի վատ մարդասպան, իսկ մյուս մասը պատասխանում էր, որ չի կարող քշել նրան, շատ թույլ է։ Նա դեռ պայքարում էր ինքն իր հետ։ Երբ Հայկոն, ինչպես դուք արդեն գուշակեցիք, հենց նա էր, դուրս եկավ ցնցուղից, Անին տեսավ բավականին երիտասարդ տղամարդու, միայն շատ նիհար եւ հյուծված։ Եղբոր հագուստը մի քիչ մեծ էր նրա համար, եւ նա շատ ամաչում էր դրանից։ Ամբողջ տեսքը մի քիչ խղճալի էր, նա նորից սկսեց ներողություն խնդրել։ «Ներողություն, չեմ ուզում խանգարել ձեզ»։ «Շնորհակալություն համեղ ապուրի համար, վաղուց այդպիսի չեմ կերել»։ «Շնորհակալություն հագուստի համար, բայց ես կգնամ»։ Անին բարի կին էր եւ չէր մոռացել կարեկցանքը, ուստի լուռ մոտեցավ նրան եւ հանգիստ հրեց դեպի բազմոց։ «Ուժեր հավաքեք եւ կարող եք գնալ ուր ուզեք։ Ինչպես են կանչում ձեզ»։ «Հայկո», պատասխանեց նա ժպտալով։ «Անի, դու հիմար ես, Անօթևան ես տուն բերել, հանկարծ վարակիչ է կամ ինչ-որ բան։ Հիմա տուն գաս, ոչինչ չկա», ասում էր Սիրանուշը հաջորդ օրը աշխատավայրում։ «Այդպես էլ ոչինչ չունեմ, ոչ փող, ոչ զարդեր», պատասխանում էր նա։ «Իսկ կահույքը, կենցաղային տեխնիկան, դա քեզ ոչ արժեք չէ։ Կամ դա քեզ երկնքից է ընկել։ Լավ սիրո, մի ճռճռա, արդեն ինքսն եմ հոգնել»։ «Ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարող քշել նրան։ Հասկանում ես, շատ թույլ է։ Ես մարդ չեմ»։ Աշխատանքից հետո Անին մտավ խանութ մթերք գնելու, հետո դեղատուն եւ գնեց բոլոր նշանակված դեղերը։ Զարմանալով նա գիտակցեց, որ շատ հաճելի է դա անել ոչ միայն իր համար։ Անին դուրս եկավ մանկապարտեզից, ձեռք ձեռքի 3 տարեկան որդու հետ։ Ձեռքում նա պահում էր 3 հայրիկի գնաց մեքենան։ Մանկապարտեզի մոտ կանգնեց մեքենա։
Ղեկին նստած էր Հայկոն։ Նա տեսավ Անին եւ ձեռքով արեց։ Նրա դեմքը լուսավորվեց երջանիկ շպիտով։ Անին վերցրեց որդուն գրկում։ «Տես, հայրիկը եկել է»։ «Հայրիկ», գոչեց Արամը եւ ուրախ ծիծաղեց։ Անին որդու հետ մոտեցավ մեքենային, որից դուրս եկավ Հայկոն։ Նա գրկեց կնոջը եւ համբուրեց որդուն։ Հետո բացեց դուռը, նստեցրեց Անին, հետո Արամին, ամրացնելով նստատեղը, նստեց մեքենան եւ սեղմեց գազը։ Արամի դաստիարակչուհի Լուսինե Սերգեևնան կանգնած էր եւ պատուհանից նայում էր երջանիկ ընտանիքին։ Նա վերջերս էր եկել նրանց քաղաք, ընտանիք չուներ։ «Եվ որտեղից են այդպիսի տղամարդիկ գտնում, չեմ հասկանում», ասաց նա։ Իսկ հավաքարարուհի Մարիամ Պետրոսյանը հավաքելով սպասքը ժպտալով պատասխանեց. «Չեք հավատա, աղբարքից»։ Անցել էր 6 տարի այն օրից, երբ Անին ապաստան տվեց Հայկոին։ Այդ ընթացքում նրանց կյանքը ամբողջովին փոխվեց։ Դանդաղորեն Հայկոն վերականգնեց ուժեղեր եւ վերադարձավ նորմալ կյանքի։ Անին օգնեց նրան կապվել ծնողների հետ, որոնք արդեն հուսահատվել էին գտնել որդուն։ Ընտանիքի ուրախ հանդիպումը տեղի ունեցավ Անիի բնակարանում։ Հայկոյի ծնողները անվերջ շնորհակալ էին նրան որդու փրկության համար։ Հայկոն վերադարձավ գիտական աշխատանքի, վերականգնեց կապերը ակադեմիական շրջանակներում։ Նրա գյուտը նորից եկամուտ էր բերում։ Անին աջակցում էր նրան ամեն ինչում, եւ շուտով նրանց մեջ ծնվեցին սիրային զգացմունքներ։ 1 տարի անց ամուսնացան, իսկ եւս 1 տարի անց ծնվեց որդի Արամիկը։ Անին թողեց խանութի աշխատանքը եւ նվիրվեց ընտանիքին։ Հայկոն պնդեց, որ նա ստանա բարձրագույն կրթություն, որի մասին միշտ երազել էր։ Հիմա նրանք ունեն ամուր երջանիկ ընտանիք։ Գնեցին ընդարձակ տուն, հաճախ այցելում են Հայկոյի ծնողներին։ Անին գտավ իր կոչումը սոցիալական աշխատանքում։ Նա օգնում է անօթևան մարդկանց, որոնք դժվար կյանքի իրավիճակում են հայտնվել։ Հայկոն ամբողջովին վերականգնվեց, հոգեպես եւ ֆիզիկապես։ Նա նորից տարված է գիտությամբ, շատ է աշխատում, բայց միշտ ժամանակ է գտնում ընտանիքի համար։ Երեկոյան սիրում են երեքով զբոսնել զբոսայգում, պլաններ կառուցել ապագայի համար։ Արամը մեծանում է հետաքրքրասեր եւ բարի տղա։ Նա պաշտում է իր ծնողներին եւ հպարտանում է նրանցով։ Հայկոն եւ Անին երազում են երկրորդ երեխայի մասին եւ պլանավորում են շուտով իրագործել այդ ցանկությունը։ Երբեմն որդուն քնեցնելիս Անին եւ Հայկոն հիշում են այն օրը, երբ հանդիպեցին այդպիսի անսովոր հանգամանքներում։ Նրանք շնորհակալ են ճակատագրին այդ շանսի համար եւ որ կարողացան օգտվել դրանից։ Նրանց պատմությունը հայտնի դարձավ քաղաքում եւ ոգեշնչեց շատերին բարի գործերի։ Անին հաճախ հանդես է գալիս դասախոսություններով, պատմելով, թե որքան կարեւոր է չանցնել կողքով ուրիշի դժբախտությունից։ Հայկոն եւ Անին վստահ են, որ հրաշքներ են լինում, պետք է միայն բաց լինել դրանց եւ չվախենալ բարիք անելուց։ Նրանք երջանիկ են միասին եւ լավատեսությամբ են նայում ապագային, պատրաստ բոլոր անակնկալներին։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ եք մտածում այս պատմության մասին։ Եթե ձեզ դուր եկավ պատմությունը, խնդրում եմ աջակցեք ինձ հավանման կոճակով, բաժանորդագրվեք ալիքին։ Բարիք բոլորին, երջանիկ եղեք։